Լավ է, որ մենք երաժշտություն առարկան ենք դասավանդում։ Ես կուզենամ, որ կերպարվեստ առարկան դասավանդվի։ Եթե չի հերիքում ժամերը, թող ոչ թե երաժշտություն կերպարվեստ լինի, մտածեն, այլ մշակութաբանություն, մշակույթ, ինչ անուն ուզում են դնել, որ ամեն ինչից, որ մշակութահեն մարդիկ դուրս գան։ Որտեղ երբ որ վարչապետ, նախարար, նախագահ, բենզին լցնող, հավաքարար, ուսուցիչ, երբ որ նա մշակութահեն չի, միանգամից հեռվից հոտը գալիս է դրա։ Շատ կարևոր է մշակութային մարդ լինեն։ Իսկ երեխաները բոլորը հնարավորություն չունեն գնան բարի երգի եւ այլն։ Պարոն Հակոբյան, ուզում եմ մի քիչ ինքնությունից խոսենք։ Ինչից։ Ինքնությունից, հայկական ինքնությունից։ Վերջերս շատ եմ նայում, շատ հաղորդաշարեր են նույնիսկ նկարահանվում ինքնության մասին եւ կարծիքները շատ տարբեր են։ Կան գիտնականներ, որոնք ասում են հայկական ինքնությունը դա ստատիկ ինչ որ բան է, բայց կան նաեւ մասնագետներ, որոնք ասում են այն փոփոխական է, այն չի կարող լինել ստատիկ, այն փոփոխվում է։ Այսօր հայկական ինքնությունը ինչպիսին է ձեր կարծիքով եւ օրինակ ձեր հայկական ինքնությունից ճանապարհ է անցել։ Ու դժվար է, ինչ որ դուք ասեցիք, միանգամից պատասխանել, ես ճիշտն ասած չեմ մտածել դրա մասին, բայց եթե իմ օրինակով ավելի հեշտ կլինի, տեսեք, ասում եք, ձեր հայկական ինքնությունը ինչ ճանապարհ է անցել, ես արդեն ասեցի։ Ես եկել հայ երեխա եմ եղել, մինչև այն պահը, որ ես լսեցի ես պատրաստ էի երևի այդ պահին, կամ ինչ-որ մեջս մի բան կար, կամ իմ պատնեշը թույլ էր այդ պահին, ու այդ երգն եկավ ու թափանցեց իմ մեջ, գնաց։ Հետո ես շփվում էի Արզաս Ոսկանյանի հետ, որ ինձ դասավանդում էր խմբերքագիտություն, բայց ես իր հետ շփվելով խմբերքագիտություն, ես իր հետ հայկական երաժշտության, հայեցի երաժշտության փայլուն երգում էր, բայց ես այդ ժամանակ դեռ չգիտեի։ Մենք խոսում ենք հայկական երաժշտությունից։ Սա եւս մեկը ուսումնարանում մի անձ, որը ես ասում եմ ինքը իմ ուսուցիչն է, բայց ոչ թե որտեղ ինքը ինձ դաս է տվել, ես իրանից ստացել եմ։ Եվ ես մինչև կյանքիս վերջ երախտապարտ եմ լինելու իմ հանդիպումների, իմ շփումների հետ, ոչ թե դասի ժամանակ, ամբողջ իմ կյանքի ընթացքում գուցե մինչև եւ այսօր։ Մյուսը ասենք արդեն կոնսերվատորիայի Մարուսյակ Սահակյանը, Մարգո Բրուցյանը, բայց ես ավելի շատ շփվում եի Արուսյակ Սահակյանի հետ, շատ վառ կերպար, վառ անձնավորություն, հետաքրքիր մարդ, ուզում ես շփվես ու ինքն էլ շատ զգուշ կոմեշ լցնում է, շտեմարան, ոնց որ շտեմարան լցնի։ Այդ իրենց եմ ստացել